Երիտասարդները անկախությունը պատկերել են ֆոտոխցիկի միջոցով, լուսանկարել են ցանկացած բան, ինչը հնարավոր է կապել անկախության հետ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ֆոտոմրցույթի հաղթող Հրանտ Խաչատրյանը լուսանկարում է արդեն 4 տարի։ Մրցույթին ներկայացրել է անկախության սերնդի լուսանկարը, այն սերնդի, որը դեռ խաղում է Բաքում։ Ասում է նրանց լուսանկարեց, քանի որ Բաքում խաղացող երեխաների այսօր դժվար է տեսնել։ Ուրեմն մի օր ընկերոջս հետ իրենց բակերում ուղղակի պատտվում էինք, ինչ-որ բան էինք նկարում, կոնկրետ հիմա չեմ հիշում արդեն, ու տենց նկատեցի այս երեխեքին, որ խաղում էին Հայաստանում, ու որ ապարատը պահեցի իրենց վրա, իրանք տենց ընդհանրապես ոչ քաշվեցին, ոչ նեղվեցին, ոչ փախան, ոնց որ սովորաբար էր ելնում ամեր քաղաքում միշտ ում վրա պահում ես ապարատը կամ պատտվում են կամ շրջվում են։ Ժյուրիի անդամ փորձառու լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը լուսանկարիչների մակարդակից այնքան էլ գոհ չէ։ Նրա խոսքով, եթե չհաշվենք բացառությունները, ապա ընդհանուր առմամբ կարելի է գնահատել 10-ից 4 բալ։ Ասում է, պատճառը կրթվածության պակասն ու ինքնազարգացմամբ քիչ զբաղվելն է։ Բացի այդ, թվային տեխնիկան չափից շատ է հեշտացրել լուսանկար ստանալը, դրանով արժեզրկելով այն։ Հիմա եթե դուք բջիջայինով նկարում եք եւ ձեր նկարը հավասարազոր է այն նկարին, որը որ գիտակից անցած ճանապարհն անցած ում շատ քննադատել են, ով որ շատ պարտվել է ճակերտավոր ասած, ով որ դժվարությամբ է հասել իր նկարի հետ, պարզա որ սոտավին կարող է կրի, որովհետև վարկյանական ստանում ինքը նույնիսկ մեխանիկորեն կարող է։ Մրցույթին ուղարկված լուսանկարներից ցուցադրության են ներկայացվել 19 հեղինակների 35 աշխատանքներ։ Հակոբ Բերբերյանը շեշտեց, որ մի վատ տենդենց կա։ Մրցույթին ուղարկում են չափազանց շատ լուսանկարներ։ Փորձառու լուսանկարիչը սկստակ լուսանկարիչներին հիշեցրեց մի կարևոր կանոն՝ պետք է նկարել շատ, բայց ցուցադրել միայն մեկը։ Այդպես լուսանկարը ավելի արժեքավոր է դառնում։ Աղվան ասում եմ Վանավակյան, ժամը լրատվական։